Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Պետական այցի նախապատրաստական աշխատանքները մեծ արագությամբ էին ընթանում։ Դրոշները ծածանվում էին և համեղ կերակուր էր մատուցվում։ Իսրայելի հարավում Հովսափաթ թագավորի ընդունելությունը անզուգական էր։ Արդյոք նա զգում էր, որ հրավերի նպատակն ուրիշ էր։ Աքաբ թագավորը ճիշտ ժամանակին հասավ։ Հովսափաթ թագավոր, ես կորցրել եմ Ռամոս քաղաքը և շատ եմ տխրել։ Կարող ես ինձ օգնել քաղաքը նորից գրավելու։ Իհարկե, դու կարող ես վստահել իմ զորքին, բայց արդյոք մենք չպետք է սկզբում Աստծո կամքն իմանանք։ Ես ուզում եմ միայն այնպես վարվել, ինչպես նա է ցանկանում։ Շատ լավ է միշտ Աստծո հետ որոշումներ կայացնելը։ Հովսափաթ թագավորից կարող ես օրինակ վերցնել։ Ես վստահ եմ, որ դա էր նրա կյանքի հաջողության գաղտնիքը։ Բոլորը սիրում էին Հովսափաթին։ Նա բազմաթիվ զինվորներ ուներ, և նրա ոչ մի թշնամի չէր համարձակվում իր երկրի վրա հարձակվել։ Նա շատ տեղերից նվերներ էր ստանում։ Աստված էր Հովսափաթին խորհուրդներ տվողը։ Նա իր բոլոր որոշումների մեջ Աստծուց էր խորհուրդ հարցնում։ Աքաբ թագավորը շատ տարբեր էր, և նրան այդ առաջարկն ընդհանրապես դուր չեկավ։ Սա նաև քեզ հետ կարող է պատահել, երբ շրջապատումդ առաջարկես լսել Աստծուն։ Լավագույն բանը Աքաբ թագավորի պես մարդկանց հետ համաձայնության չգալն է։ Պարտադիր է դա անելը։ Լավ, ծառաներ, կանչեք մարգարեներին։ Կարող ենք հարձակվել Ռամոսի վրա։ Հարձակվեք, դուք հաստատ հաղթելու եք։ Այս ամենը Աքաբ թագավորին դուր եկավ, սակայն ոչ Հովսափաթ թագավորին։ Նա լսել էր Աստծո ձայնը, որը չէր համապատասխանում մարգարեի ասածին։ Այդ 400 մարգարեները ստախոսներ էին, ստախոսներ, ովքեր ասացին Աքաբին այն, ինչ նա էր ուզում լսել, քանի որ վարձատրվելու էին։ Ուրիշ մարգարե չկա, ումից կարող ենք հարցնել։ Մեկը կա, բայց ես ատում եմ նրան։ Նա միշտ փորձանքներ է կանխատեսում։ Նրան այստեղ բերեք։ Միքիան, Աստծո իրական մարգարեն, եկավ։ Միքիա, Ռամոսի վրա հարձակվենք։ Սկզբում մարգարեն ասաց, որ անպայման կհաղթեն, քանի որ գիտեր, թե ինչ է ուզում լսել Աքաբ արքան, բայց հետո լրջությամբ ասաց. Աստված ինձ ցույց տվեց, որ քո զինվորները առանց հովվի գառների պես են լինելու։ Աքաբ թագավոր, քո զորքն առանց քեզ է վերադառնալու։ Լսեցիք, նա ինձ իմ մահվան դատավճիռը տվեց, նրան անմիջապես բանտ նետեք։ Հաջորդ թողարկմանը դուք իմանաս, թե ինչ եղավ։ Կշարունակես լսել։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։